Արքիտեկտուրը եւ արտգործնախարարությունը մտահոգություն են հայտնել Դամասկոսի արևելյան արվարձաններում առնվազն 130 մարդ սպանելու նպատակով Սիրիայի կառավարության կողմից թունավոր գազ օգտագործվելու մասին։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պահանջել են, որ քիմիական զենքերի մասնագետներից բաղկացած ՄԱԿ-ի խումբը, որն արդեն իսկ Սիրիայում է, անմիջապես հետաքննի այն վայրերը, որտեղ ըստ հայտարարությունների քիմիական հարձակումներ են տեղի ունեցել անցյալ տարի։ Միացյալ Նահանգների բանակի հոգեբուժ մայոր Նիդալ Հասանը զանգվածային սպանության դատավարությունում գործելով որպես իր իսկ փաստաբանը չի վիճարկել իր դեմ հարուցված մեղադրանքները։ Նա մեղադրվում է Տեխասի Ֆորթ Հուդ ռազմահենակետում 13 զինվոր սպանելու եւ 31 ուրիշների վիրավորելու մեջ։ Հասանը դատարանում հայտարարել է, թե ահաբեկչության դեմ պայքարում փոխել է իր գաղափարները եւ որոշել պայքարել Միացյալ Նահանգների զինվորների դեմ, հավատացած լինելով, որ Իրաքում եւ Աֆղանստանում նրանք հարձակումներ են գործելու մահմեդականների դեմ։ 42-ամյա Հասանը մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է մահապատժի դատապարտվել։ Լոս Անջելեսում Նիքսոնի գրադարան թանգարանը հայտարարել է, որ հրապարակել է նախագահ Նիքսոնի հեռախոսային խոսակցությունների եւ հանդիպումների գաղտնի ձայնագրությունների վերջին 340 ժամերը։ Այդ ձայնագրությունները կատարվել են 1973 թվականի ապրիլի 9-ից մինչև հուլիսի 12-ը։ Ձայնագրությունները ներառում են քննարկումներ Վիետնամի պատերազմի եւ Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Բրեժնևի հետ 1972 թվականին Նիքսոնի ունեցած հանդիպումների մասին։ Գաղտնի ձայնագրությունների իրողությունը բացահայտվել էր Սենատի մի հանձնախմբում, որը զբաղվում էր Watergate-ի աղմկահարույց գործի հետաքննությամբ։ Նախագահ Նիքսոնը իր պաշտոնավարության երկրորդ շրջանում պաշտոնից հեռացման եւ դատական հետապնդման սպառնալիքի տակ պաշտոնից հրաժարվեց 1974 թվականի օգոստոսին։